Միակ ղեկավարը, որը պետական մակարդակով ու նման գրեհիկ ձևով Սևրի դաշնագիրը ֆետիշացել է, եղել է Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի օգոստոսին։ Պատերազմից մեկ ամիս առաջ։ Ի դեպ դրանով նա լեգիտիմացրեց Թուրքիայի շատ ակտիվ մասնակցությունը 44-օրյա պատերազմին։ Հենց Սևրի դաշնագրի ֆետիշացումից հետո էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը շատ կոշտ արձագանքեց Հայաստանի իշխանությանը, պաշտպանության նախարարը կրկնում եմ, ոչ թե ԱԳՆ նախարարը։ Սովորաբար Հայաստանի բոլոր նախկին ղեկավարների հայտարարություններին արձագանքել են դիվանագիտական խողովակներով, ԱԳՆ, նախագահի աշխատակազմ եւ այլն։ Իսկ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը լեգիտիմացրեց Թուրքիայի ռազմական մասնակցությունը 44-օրյա պատերազմին։